Вот, ինձ ասեցին, գրեցին ալճիշտ, որ Փաշինյանը ասել է, որ տերիտորիալնա ցելостնոստը մեր համար բան չի, կարևոր չի, մեր տերիտորիալնա ցելостնոստը։ Ասել է, որ ինքը Ալիևի հետ ընկեր է։ Որ ինչի մի անգամ չի ասում Ադրբեջանը, որ մենք արդեն խաղաղության են գնում, տերիտորիալնա ցելостնոստը մեր համար պարտադիր չի։ Չի ասում Փաշինյանի հետ ընկերներ ենք։ Մարդը մեզ ինձ չի ուզում, Հայաստանն ատա ժողովուրդ ինչի պետք է ասի, ընդհանրապես ինչի այդ բառերը պետք է ասի, մեր համար կարևոր է, թե կարևոր չի մեր տարածքային ամբողջականությունը, ինչի պետք է ասի, դրա մասին ինչի պետք է խոսա, ումա գալր բարի ասում։ Ինչի մեր համար տարածքային ամբողջականությունը առաջնահերթային չի, ինչի մեր սահմանության մեջ ինչ կետեր է փոխում, ժողովուրդ ասին մարտի մեջ բան կանեն, հրապարակեն փոփոխությունները։ Տարածքային ամբողջականությունը կարևոր է մեր սահմանությամբ։ Զինված ուժերն են պատասխանատվություն կրում մեր տարածքային ամբողջականությամբ։ Առաջ տարածքային ամբողջականության համար երկրի ղեկավարներ պատասխանատվություն կրում, հիմա զինված ուժերը 18 տարեկան զինվորն է կրում պատասխանատվություն։ Հիմա էլ են հանում, ասում են ամբողջականությունը կարևոր չի, ո՞նց եք դրա հետ։ Այս մարդը մինչև ինֆարկտ չհասցնի ինձ լուրջ եմ ասում, չի գնա։ Դու այս թուրքերը գալիս են, վեցնում են, ինչ են անում, խաղաղությունը ընդհանուր է մեր տարածքը, նրանց տարածքը ընդհանուր չի։ Նրանք չեն հանդուրժում, նրանք հայերս չեն ուզում տեսնեն։ Նրանք 11 հոգի ռադ արեցին Ստեփանակերտից, ռադ արեցին, 11 հոգի մնացին, ռադ արեցին, 2 հոգի վախեցած փախել են։ Նրանք չեն ուզում, ասում են հայի դեմք չպետք է տեսնենք, անգամ ճանապարհ անցնելուց հայի դեմք պետք է չտեսնենք։ Իսկ մեր մոտ խաղաղությունը, մեր տարածքային ամբողջականությունը, որ երկիրը տենց բան կասի, շոտ որ երկիրը միանգամից կասեն հայրենիքի դավաճանը կտանեին ու պետքա։ Հասկանում եք, ինձ որ ինքը ասեց, այդքան չի ուզում, հասկանում եք, ես ընդդիմություն չեմ, տրամադրեմ իրա դեմ, ասեմ ինքը սենց այնքը, ես ապագայի համար եմ վախենում։ Խոսքերը հենց նես չեն ասվում, ուրեմն գործողություն ա լինելու, ուրեմն տարածք ա տալու, ժողովուրդ, հասկանում եք, որ տարածքն ա տալու, խեն է տարածքը ուզում։ Ինչի է այդ ասում, ուրեմն տալու է, ինչի է թուրքը հետ ուզում այդ տարածքը, ինչ ա մեր գլխին բերում։ Ես իրան չեմ վատում, 1000 անգամ ասել եմ, էլ եմ ասում, ես ոչ դիմություն եմ, ոչ ընդդիմություն եմ։ Եթե սրանց ԿՊ-ի վրա եմ շատ բան ասում, որտեվ իրանք են հիմա ղեկավարում, ասեմ Քոչարյանը կամ Սերժը սենց ղեկավարից չէ, նրանք չեն ղեկամ, սա ինչ որ բան ասում, անում։ Հիմա Քոչարյանը ասեր, Քոչարյանի վրա կասեի։ Կարևոր չի մեր ամբողջականությունը տարածքը, ժողովուրդ ինչ ա ուզում դրանով ասել, տարածքը տալի։ Խի ասում։ Յան հարցրել են դրա մասին։ Ինչի ասում Ալիևի հետ ընկերներ ենք։ Ալիևը ասում ա, որ ընկերներ են։ Այ մի բան ասեմ։ Եկավ Ենոք Հավանից անկիրթ գեղացի անգամյան պահելու ձև չգիտեր։ Մեր երկիրը, մեր Արցախը, մեր երկիրը հանձնեց։ Ես վերջերս են նայել եմ Աննա Հակոբյանը նկարները Ալիևայի հետ, մեկ էր Ալիևա ու Էրդողանի կնգահետ։ Ինչ ես նկարվեր, էլեգանտ կանայք են, դու մի հատ քեզ նայի էլի, մի հատ քեզ նայի, չես տեսնում, որ չես նայվում իրանց դեմ, ինչ ես իրանց հետ նկարվում, նենց մարդկանց հետ նկարվում, որ նայվես էլի մի քիչ, չես նայում, գեղու տեսքդ բան անում, երևում ա, տեսա նրանց տեսքերը նկարիդ մեջ, գցել ես այն նկարը, որ տեսնենք, տեսանք, մանտրաշ մնացինք, նրանք էլեգանտ կանայք են, դու չէ։
մեկիդ նկարում ես, մի հատ նայի, հա, դու իրանց դեմը ինչ-որ բան ես։ Այդ ողանի կգանեմ իշ մեջտեղն են մտցնում, շեֆը ինքն է։ Կան շեֆն է, սաղս լսել ենք պոեզի մեջ ոնց է խոսում, հետո ասում են մուսուլմանական երկրում կանանց, չգիտեմ ինչ, ճնշված են, ամուսիններն են խոսում։ Հələ մի հատ տեսես ոնց է նստել Էրդողանի ու Ալիևի մեջտեղը քաղաքական Ալիևին քաղաքական բաներ որոշումներ էր ասում է գերիներին չթողես, շատ գերի ունես, գերիներին չթողես։ Տեղը տարածքներ կուզես։ Մարդը չէր խոսում, Ալիևը չէ, տղամարդիկ էին գործով նախագահներ են, մի նախագահի մոտ կնիկդ մարդը նախագահ է, մյուսը եկել էր։ Կնիկ քալով հետները նստած էր, իրանց խոսակցության մեջ խառնվում էր ու ուղղություն էր տալի Ալիևին, գերիներին չտաս, ով չի տեսել այդ։ Դե հիմա ասեք չադրան հակները, խեղճուկերակ, կանայք, ճնշված մարդիկ են։ Նրանց խանումով են դիմում ամուսինները։ Մեր հայ ամուսիններն են աղջիով դիմում։ Աղջի սար աղջի։ Ամեն բանում է դերևում, հա։ Լավ, հաջողություն դες։